Հայ առաքելական եկեղեցու բարենորոգում անվամբ նորահայտ էջը ֆեյսբուքում արդեն 3000-ից ավելի հետևորդ ունի։ Սրան զուգահեռ գործում է նաև բարենորոգում կայքը, որտեղ միայն Նիկոլ Փաշինյանի պահանջի միացած քաղաքացիներն են։ Եկեղեցու այսպես կոչված բարենորոգմանը միացած քաղաքացիները նպատակ ունեն հանգստի կոչելու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին կաթողիկոսական տեղապահ ընտրելու եւ նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու համար։ Կայքից տեղեկանում ենք, որ պահանջին են միացել ընդամենը 685 քաղաքացի։ Վեհապար Հայրապետին հանգստի կոչելու պահանջին են միացել նաև 11 բարձրաստիճան հոգևորականներ, մի շարք քահանաներ, այդ թվում եւ նախկինում կարգալույց հռչակված հոգևորականներ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Տիրադավ անվանումը ստացած եպիսկոպոսներին եւս հրավեր է ուղարկել մասնակցելու այս օրերին Ավստրիայում տեղի ունեցող եկեղեցական ժողովին։ Վեհապար Հայրապետին հանգստի կոչելու պահանջին միացած բարձրաստիճան հոգևորականներից միայն մեկը Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանն է ընդունել Մայրաթորի հրավերը եւ հաստատել իր մասնակցությունը։ Եկեղեցական ժողովին քննարկվելու է հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված վերջին զարգացումները եւ եկեղեցու կյանքին առնչվող հարցեր։ Եկեղեցու շուրջ ստեղծված այս իրավիճակին զուգահեռ Մայրաթորի բազմաթիվ հոգևորականներ իրենց ֆորթեական անվերապահ խոնարհությունն ու հավատարմությունն են հայտնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ նրա գահակալ ազգի Վեհապար Հայրապետին։